Դերեկ Պրինսի ծառայությունը ներկայացնում է Ով եմ ես, ինչու ունես մարմին, մաս 3, Դերեկ Պրինս։ Մենք ուսումնասիրում ենք Աստվածաշունչը որպես մեր հայելին, որպեսզի տեսնենք, թե այն ինչ է ասում մեր մասին, ինչպես Աստված է մեզ տեսնում, ինչպիսին ենք մենք իրականում։ Չկա ուրիշ հայելի և չկա ուրիշ ռենտգենյան սարք, որը կարողանա բացահայտել մեր ներքին էությունը։ Այդ հարցում մենք ամբողջովին կախված ենք Աստվածաշնչից։ Երեկ երեկոյան իմ թեման ձևակերպված էր հարցի տեսքով՝ դու հոգևո՞ր ես, թե շնչավոր։ Այս երեկո իմ թեման որոշ իմաստով այդ հարցերի պատասխանն է՝ ինչու դու ունես մարմին։ Սակայն նախ ուզում եմ կարճ հիշեցնել նախորդ հանդիպումներում ասածս։ Այստեղ պատկերվածը մարդու Աստծո կողմից ստեղծված լինելու իմ շատ հասարակ պատկերացումն է։ Իսկ այստեղ մեծագույն հարգանքով ասեմ, պատկերված է Աստծո հոգին։ Ստեղծագործության ժամանակ Արարիչն իր կյանքի շունչը ներշնչեց կավից ձևավորված հրաշալի, բայց անշունչ մարմնի մեջ։ Երբ Արարչից եկող կյանքի շունչը մտավ այդ կավե մարմնի մեջ, այն դարձավ կենդանի մարդկային անձնավորություն։ Անգամ եթե մի կողմ դնենք մարդկային անձնավորության ներքին հրաշքը, միայն մարդկային մարմնի հրաշքն արդեն ապշեցուցիչ է։ Ես չեմ հավատում, որ մարդու մարմնի գոյության որևէ այլ բավարար բացատրություն կա։ Ինչպես առաջին դասերից մեկում ասացի, բժիշկներն ասում են, որ մարդու մեկ աչքի մեջ կա ավելի քան 3 միլիոն գործող կառուցվածքային մաս։ Ով կարող է հավատալ, որ այդ ամենը պատահականությամբ է առաջացել։ Շատ ավելի մեծ բաների է հավատում, քան ես կարող եմ հավատալ։ Այսքանը բավական է։ Կարծում եմ պետք է լինի մեկ այլ բացատրություն, որպես մասնագիտությամբ փիլիսոփա ես ուսումնասիրել էի մյուս բոլոր տեսությունները, սակայն դրանցից ոչ մեկը չէի կարող ընդունել։ Վերջի վերջո ուսահատված դիմեցի Աստվածաշնչին, մտածելով, որ այն հաստատ ավելի անհեթեթ չի լինի, քան մինչ այդ լսած մյուս տեսությունները։ Եվ իմ մեծ զարմանքով պարզվեց, որ այն ճշմարիտ է, բայց ես դա ամբողջությամբ չգնահատեցի, մինչև չհանդիպեցի գրքի հեղինակին։ Այդ պահից սկսած այս գիրքն իմ առաջ բացվեց և դարձավ ամենահրաշալի իմաստ ունեցող գիրքը։ Այսպիսով այստեղ տեսնում ենք եռամիասնական մարդուն, որը ի դեպ ստեղծվել է եռամիասնական Աստծո պատկերով։ Աստված Հայր է, Որդի և Սուրբ Հոգի, իսկ մարդը, ինչպես հիշողության համար անգիր արած համարում ասացինք, հոգի, շունչ և մարմին է։ Հոգին մարդու ամենաբարձր մասն է։ Աստված իր հոգին ներշնչեց և առաջացավ մարդկային հոգին, որը միավորվեց կավե մարմնի հետ։ Վերևից եկածի և ներքևից եկածի այդ միությունը ստեղծեց այն, ինչ Աստվածաշունչն անվանում է կենդանի անձ։ Սակայն հետո հայտնվեց օձը։ Նա խզեց մարդու հարաբերությունն Աստծո հոգու հետ, իր ազդեցությունը տարածեց մարդու շնչի վրա, և մարդը դարձավ ապստամբ ու ընկավ։ Բայց վերաստեղծումը, փրկությունը կամ վերստին ծնունդը վերացնում է այդ հետևանքները։ Այն վերականգնում է մեր հարաբերությունն Աստծո հետ և կտրում սատանայի ազդեցությունը մեր շնչի վրա, քանի դեռ մենք մնում ենք հավատքի և հնազանդության մեջ։ Երեկ երեկոյան մենք ուսումնասիրեցինք հոգու որոշ գործառույթներ շնչի և մարմնի հետ ունեցած հարաբերության մեջ։ Առաջինը հոգին Աստծո գիտակցությունն ունի, շունչը սեփական անձի գիտակցությունը, իսկ մարմինը աշխարհի գիտակցությունը։ Կարծում եմ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է նշանակում, որ շունչը ինքնագիտակցություն ունի, այսինքն գիտակցում է ինքն իրեն։ Երբ մարդիկ ամբողջությամբ կենտրոնացած են իրենց խնդիրների և իրենց կարիքների վրա, նրանք գործում են շնչի ոլորտում։ Հոգու հիմնական գործունեությունն Աստծո հետ միությունն է, դա մարդու միակ մասն է, որը կարող է անմիջականորեն միավորվել Աստծո հետ։ Պողոսն ասում է առաջին Կորինթացիներին 6:17, իսկ ով Տիրոջն է միանում, նրա հետ մեկ հոգի է դառնում։ Նա չի ասում մեկ շունչ կամ մեկ մարմին, այլ մեկ հոգի։ Մեր հոգու մեծագույն արտոնությունն Աստծո հետ միությունն ու հաղորդակցությունն է։ Եվ կարծում եմ մարդու հոգու ամենաբարձր գործունեությունը երկրպագությունն է։ Այնուհետև գալիս է մարդու շունչը։
Ինչպես տեսնում եք, ես այն բաժանել եմ 3 մասի, որովհետև սովորաբար համարվում է, որ շունչը բաղկացած է 3 տարրից. կամքից, մտքից և զգացմունքներից։ Կամքն այն մասն է, որն ասում է ես ուզում եմ, միտքն այն մասն է, որն ասում է ես մտածում եմ, ես դատում եմ, ես պատկերացնում եմ, ես ենթադրում եմ, իսկ զգացմունքներն այն մասն են, որն ասում է ես զգում եմ։ Այս 3-ը միասին կազմում են շունչը կամ անձը։ Մարմինն աշխարհի գիտակցությունն ունի և զգայարանների միջոցով կապ է հաստատում իրեն շրջապատող ժամանակի և տարածության աշխարհի հետ։ Աստծո սկզբնական նպատակն այն էր, որ մարդու հոգին ղեկավարեր նրա շունչը, իսկ շունչը ղեկավարեր մարմինը։ Ուրեմն հոգին կարող է ղեկավարել մարմինը միայն շնչի միջոցով։ Միակ բացառությունը, որի մասին երեկ խոսեցի, որն էր, հիշում եք, լեզուներով խոսելը։ Ահա թե ինչու դա այդքան եզակի փորձառություն է, երբ մենք լեզուներով ենք խոսում, մեր հոգին անմիջապես ղեկավարում է մարմնի մի անդամ, լեզուն։ Եվ այդ ընթացքում շունչը չի մասնակցում այդ գործընթացին։ Հենց դրա համար էլ լեզուներով խոսելը այսքան կարևոր փորձառություն է։ Թույլ տվեք այժմ շատ կարճ վերադառնալ այն փոխկապակցված գործունեություններին, որոնց մասին խոսեցինք երեկ երեկոյան։ Այս ամենը պարզապես հիշեցում է, բայց կարևոր է։ Մարդու յուրաքանչյուր բաղադրիչ, հոգին, շունչը և մարմինը ունի իրեն համապատասխան գործունեությունը։ Հոգու գործունեությունը երկրպագությունն է, շնչինը փառաբանությունը, իսկ մարմնինը համապատասխան ֆիզիկական արտահայտությունը, խոնարհվելը, ծնկի գալը, երեսն ի վայր ընկնելը։ Այդ ժամանակ մարդու ամբողջ անձնավորությունը ներդաշնակության մեջ է։ Հոգու մեկ այլ գործառույթ հայտնությունն է։ Հոգին անմիջական հայտնություն է ստանում Աստծուց։ Հոգու ոլորտում դա դառնում է աստվածաբանություն կամ վարդապետություն, իսկ ֆիզիկական ոլորտում զգայական ընկալում։ Կա նաև մեկ այլ շղթա։ Հոգու ոլորտում ունենք ուրախություն, որովհետև ուրախությունն անմիջականորեն կապված է Աստծո հետ։ Դավիթն ասում է Աստված իմ գերագույն ուրախությունն է, Աստված երբեք չի փոխվում, ուստի եթե պահպանես նրա հետ հաղորդակցությունը, միշտ կարող ես ունենալ ուրախություն։ Հիշում եք, թե շնչի ոլորտում դրան ինչն էր համապատասխանում՝ երջանկությունը։ Մենք չենք կարող մշտապես երջանիկ լինել, կարծում եմ ձեզանից շատերն արդեն բավական մեծ են, որպեսզի դա բացահայտած լինեն։ Իրականում այդ բացահայտման համար նույնիսկ 2 տարեկանից մեծ լինել պետք չէ։ Իսկ մարմնի ֆիզիկական ոլորտում ինչն էր համապատասխանում դրան։ Հաճույքը։ Այսպիսով ունենք ուրախություն, երջանկություն և հաճույք։ Այնուհետև ես նշեցի, որ երբեմն պատահում է, որ թեև մարդը փրկագնված և վերածնված է, նրա շունչը նորից ապստամբում է, հետ է դառնում և կրկին ընկնում սատանայի ազդեցության տակ։ Այդ դեպքում հոգու հետ կապը որոշ չափով կորչում է։ Աստվածաշունչն այդ վիճակի համար հատուկ բառ ունի։ Ես բավական ժամանակ հատկացրի այն բացատրելու համար, որովհետև անգլերենում այդ բառը գոյություն չունի։ Հիշում եք, թե ինչ բառ առաջարկեցի ես։ Շնչավոր։ Դա հոգևոր բառի համապատասխան զուգահեռն է։ Աստվածաշունչը բավական շատ բան է ասում շնչավոր մարդու մասին և այդ ասածներից ոչ մեկը դրական չէ։ Շնչավոր բնությունը հոգևոր իրականի փոխարեն կեղծ փոխարինիչներ է ստեղծում։ Ես մի քանի օրինակ բերեցի, որոնց միջով այժմ շատ արագ կանցնեմ։ Մի կողմում իսկականն է, մյուս կողմում դրա շնչավոր փոխարինիչը։ Սրանք իմ անձնական դիտարկումներն են, եթե ինձ հետ համաձայն չլինեք, դրա համար ոչ մի տուգանք չեք վճարի։ Իմ նպատակը ձեզ ասելը չէ, թե ինչ մտածեք, այլ ձեզ մտածել տալը։ Ի դեպ, հետաքրքիր է, որ ռեֆորմացիան սկսվեց այն ժամանակ, երբ Մարտին Լյութերը եկեղեցու դռանը փակցրեց իր 95 թեզերը։ Նա մարդկանց պատրաստի պատասխաններ չտվեց, նա պարզապես ստիպեց նրանց մտածել, եւ այդպես սկսվեց ռեֆորմացիան։ Պատկերացնում եք, թե ինչ կլիներ այսօր, եթե եկեղեցին իսկապես սկսեր մտածել, ինչպիսի արդյունքներ կլինեին։ Ահա իրականն իմ ձախ կողմում է, իսկ աջում դրա շնչավոր կեղծօրինակը։ Այստեղ երկրպագությունն է, իսկ այստեղ զվարճանքը։ Ես կասեի, որ խարիզմատիկ շարժման մեջ այն ամենի մոտ 50%-ը, ինչը կոչվում է երկրպագություն, իրականում զվարճանք է։ Տարբերությունը հսկայական է։ Երկրպագությունն ամբողջովին ուղղված է Աստծուն, իսկ զվարճանքն ասում է՝ օրհնիր ինձ հաճելի զգացողություն պարգևիր։
Փաստորեն նույնիսկ նորաձև է դարձել երկրպագության գնալ օրհնություն ստանալու համար, բայց դա իրական երկրպագություն չէ, իրական երկրպագությունը սեփական անձը լիովին եւ անվերապահորեն Աստծուն նվիրելն է։ Հաջորդը զանազանությունը, իսկ դրա շնչավոր փոխարինիչը քննադատությունը։ Սրան բոլորս ծանոթ ենք, այնուհետև Սուրբ Հոգու կողմից մեղքի հանդիմանությունը եւ դրա շնչավոր փոխարինիչը, մեղավորության զգացումը։ Ես չեմ հավատում, որ Աստված երբևէ մարդկանց մեղավորության զգացում է տալիս։ Կարծում եմ, դա սատանայի գլխավոր գործն է եւ նա այդ գործում չափազանց արդյունավետ է։ Փորձառությունից սովորել եմ, որ երբ սկսում եմ ինձ մեղավոր զգալ, գտնվում եմ ինչ-որ շնչավոր ճնշման տակ կամ սեփական անձից կամ ուրիշ մարդկանց կողմից։ Հաջորդը կարեկցանքը, իսկ դրա շնչավոր փոխարինիչը խղճահարությունը։ Ես այս բառերն օգտագործում եմ այս իմաստներով, թեև միշտ չէ, որ բոլորն այդպես են գործածում։ Կարեկցանքը փոխում է իրավիճակը, կարեկցանքն ասում է վեր կաց եւ քայլիր, իսկ խղճահարությունն ասում է խեղճ ես, որքան եմ քեզ համար ցավում, իսկ ինքնախղճահարությունն ավելացնում է հենց դա էլ ես ուզում եմ։ Այնուհետև հայտնությունը եւ դրա կեղծ փոխարինիչը, մանիպուլյացիան։ Օրինակ, որ այն ժողովն էր, որտեղ քարոզիչն ասաց Աստված ինձ ցույց էր տվել, որ այսօր այստեղ 10 մարդ կա, որոնցից յուրաքանչյուրը $1000 է տալու։ Իհարկե ձեզանից ոչ ոք նման ժողովում չի եղել, թույլ տվեք ասել, հնարավոր է դա իսկապես հայտնություն լինի։ Բայց եթե հայտնություն չէ, ապա ինչ է։ Մանիպուլյացիա։ Այո։ Լսում եմ նրանց ձայները, ովքեր նման բաների միջով անցել են։ Այս երեկոյի տարբերություն երեկվա ուզում եմ հնարավորինս գործնական լինել եւ ձեզ տալ մի քանի շատ պարզ խորհուրդներ, թե ինչպես լինել հոգեվոր եւ ոչ թե շնչավոր։ Առաջինը, կյանքի յուրաքանչյուր ոլորտում Հիսուսին դարձրեք գլուխ։ Երբ Հիսուսն է գլուխը, վերականգնվում է ուղղահայաց հարաբերությունը եւ դուք լսում եք վերևից։ Իսկ գլուխ լինելը ի թիվս այլ բաների նշանակում է, որ հենց նա է նախաձեռնությունը վերցնում։ Ես չեմ հավատում, որ մենք երբևէ պետք է նախաձեռնող լինենք։ Կարծում եմ նախաձեռնությունը միշտ պետք է Հիսուսից գա։ Եթե ուսումնասիրեք նրա հարաբերությունը հոր հետ, կտեսնեք, որ Հիսուսը ոչ մի բանում նախաձեռնող չէր։ Նա ասում էր, ես ինձանից ոչինչ չեմ անում, իմ խոսքերը չեմ խոսում, Հայրն է գործում, Հայրն է ինձ տալիս այն խոսքերը, որ պետք է ասեմ։ Ես հավատում եմ, որ սա կատարյալ օրինակ է։ Սա առաջինն էր։ Երկրորդը ապրեք Աստծո խոսքով։ Մատթեոս 4:4-ում Հիսուսն ասաց. «Մարդը միայն հացով չի ապրի, այլ Աստծո բերանից դուրս եկող ամեն խոսքով»։ Այլ կերպ ասած, մի վստահեք ձեր զգացմունքներին, մի վստահեք ձեր ցանկություններին, մի վստահեք ձեր սեփական հասկացողությանը։ Ղեկավարվեք Աստծո խոսքով։ Դաստիարակեք ինքներդ ձեզ, որպեսզի ձեզ չշարժի որևէ բան, ինչը հիմնված չէ Աստծո խոսքի վրա։ Շատ տարիներ առաջ ես սարսափելի պայքար էի տանում դեպրեսիայի դեմ, ես քարոզիչ էի, տեսնում էի, թե մարդիկ ինչպես էին փրկվում, ինչպես էին բժշկվում, բայց ինքս ներսում այս ծանր պայքարն ունեի։ Ձեզանից ոչ ոք իհարկե նման խնդիր չի ունեցել, բայց համբերատար լսեք։ Մի օր հասկացա, որ դա չար ոգի էր։ Աստված գերբնական կերպով ցույց տվեց ինձ։ Ես ազատվեցի այդ չար ոգուց։ Կարող եք հավատալ, որ նույնիսկ քարոզիչները կարող են ազատագրման կարիք ունենալ չար ոգիներից։ Ես ստիպված եմ ասել, որ այս քարոզիչը դրա կարիքն ուներ։ Իմ խնդիրն այն էր, որ ամաչում էի մարդկանց պատմել այդ մասին։ Մտածում էի, եթե իմանան, որ քարոզիչը չար ոգուց ազատագրվել է, այլևս չեն վստահի ինձ։ Ինձանից 10 տարի պահանջվեց այդ ներքին արգելքը հաղթահարելու համար, այժմ դրա մանրամասների մեջ չեմ մտնի իհարկե։ Երբ ազատագրվեցի, Աստված պատկերավոր ասաց ինձ. «Այժմ գնդակը քո դաշտում է»։ Ես քեզ ազատագրեցի, հիմա դու պետք է փոխես մտածելակերպը, դու սովորաբար բացասական մտածող մարդ ես, դու պետք է փոխվես յուրաքանչյուր բացասական մտքի փոխարեն դնելով այն, ինչ իմ խոսքն է ասում։ Ամեն անգամ, երբ բացասական միտք էր գալիս, ես մերժում էի այն եւ դրա փոխարեն կիրառում էի Սուրբ գրքի ասածը հենց այդ հարցի վերաբերյալ։ Դա տևեց 3 կամ 4 տարի, բայց վերջում ես բոլորովին ուրիշ մարդ էի դարձել, ներսից փոխվել էի։ Ես հիմա խոսում եմ կարգապահության մասին, իդեպ մի բան էլ ասեմ, կարգապահությունը ազատագրման փոխարինիչ չէ եւ ազատագրումն էլ կարգապահության փոխարինիչ չէ։ Դու երկուսի կարիքն էլ ունես, երկուսն էլ պետք են։ Իսկ եթե ազատագրման կարիք չունես, միևնույն է կարգապահության կարիքն անպայման ունես։ Եվ վերջապես երրորդ խորհուրդը, թե ինչպես լինել հոգեվոր եւ ոչ թե շնչավոր, մշակեք խոնարհություն։
Երբ կասկածների մեջ եք, ծառայեք։ Պողոսն ասում է Գաղատացիների 5:13-ում սիրով ծառայեք միմյանց։ Պետրոսն էլ առաջին Պետրոսի 5-րդ գլխում ասում է անգլերեն թարգմանությամբ ծառայի գոգնոցը հագեք։ Ավելի ճիշտ այս թարգմանությունն եմ օգտագործում, որովհետև հակառակ դեպքում գուցե չճանաչեք համարը։ Առաջին Պետրոսի 5-րդ գլուխ 5-րդ խոսք։ Նույնպես եւ դուք երիտասարդներ հնազանդվեք ծերերին, բայց այդտեղ կանգ չի առնում։ Մենք ծերերս պետք է սա հիշենք, բոլորդ միմյանց նկատմամբ խոնարհություն ունեցեք, ծերեր թե երիտասարդներ։ Քրիստոսի մարմնի մեջ որևէ մեկն իրավունք չունի տեր լինել։ Այնուհետև նա ասում է. «Եվ խոնարհությամբ հագնվեք»։ Սա շատ պատկերավոր արտահայտություն է, որովհետև հունարենում այն վերաբերում է ստրուկների հատուկ գոգնոցին, որը ցույց էր տալիս, որ նրանք ծառաներ են։ Հենց այդ բառն է օգտագործում Պետրոսը։ Նա ասում է հագեք ստրուկի գոգնոցը։ Թող բոլորը տեսնեն, որ դուք այստեղ եք ծառայելու համար։ Ուրեմն ահա իմ 3 խորհուրդները։ Առաջին, կյանքի յուրաքանչյուր ոլորտում Հիսուսին դարձրեք գլուխ։ Ինքներդ ոչինչ մի նախաձեռնեք։ Երկրորդ, ապրեք Աստծո խոսքով, ոչ թե ձեր զգացմունքներով, գաղափարներով կամ ցանկություններով։ Եվ երրորդ, մշակեք խոնարհություն։ Թույլ տուր ասել քեզ, խոնարհությունը որոշում է։ Մի աղոթիր Աստված ինձ խոնարհ դարձրու, որովհետև Աստված ասում է խոնարհեցրու ինքդ քեզ։ Իրականում Աստված չի կարող քեզ խոնարհ դարձնել, նա կարող է քեզ նվաստացնել եւ գուցե հարկ լինի դա անի, բայց միայն դու կարող ես ինքդ քեզ խոնարհ դարձնել, լավ։ Այժմ անցնենք այն հարցին, թե ինչու ունես մարմին։ Երբևէ մտածել ես այդ մասին, ինչի համար ունես մարմին։ Ես ուզում եմ Աստծո շնորհով փորձել քեզ տալ այդ հարցի աստվածաշնչյան պատասխանը։ Նախ բացենք Սաղմոս 139-ի 13-ից 16-րդ խոսքերը։ Կարծում եմ դրանք Աստվածաշնչի ամենագեղեցիկ խոսքերից են։ Սաղմոս 2 Դավիթը դիմում է Տիրոջը եւ ասում. Որովհետև դու ստեղծեցիր իմ ներքին անդամները և ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում, դու սկսեցիր ինձ, երբ ես մորս որովայնում էի։ Իրականում նույնիսկ դա ամբողջովին ճիշտ չէ, Աստված սկսել էր շատ ավելի վաղ, քան մենք մոր որովայնում էինք։ Այնուհետև նա ասում է. «Գոհանում եմ քեզնից, որովհետև ահա որ և զարմանալի կերպով ստեղծվեցի, զարմանալի են քո գործերը և իմ անձը լավ է հասկացել»։ Այստեղ նա խոսում է իր մարմնի մասին, հետաքրքիր է ձեզանից յուրաքանչյուրը իսկապես գիտի, որ ահավոր ու զարմանալի է ստեղծված։ Ես տեսնում եմ, որ քրիստոնյաների մեծամասնությունը չի գնահատում իր սեփական մարմինը և հակված է դրան վերաբերվելու առանց պատշաճ ակնածանքի և հարգանքի։ Երբ գործ ունես քո մարմնի հետ, գործ ունես Աստծո ձեռքի գործի, նրա գլուխգործոցներից մեկի հետ։ Այնուհետև նա ասում է. «Իմ ոսկորները չծածկվեցին քեզնից, երբ ես ստեղծվեցի ծածուկ տեղը և ճարտարությամբ կազմվեցի երկրի խորություններում»։ Այս խոսքերը հսկայական նշանակություն ունեն։ Առաջին երեկոյի ընթացքում մենք տեսանք, որ Աստված մարդուն ձևավորեց հողից կամ կավից։ Բայց դրանից շատ ավելի առաջ Աստված հենց երկրի խորքերում ձևավորում էր այդ կավը։ Հասկանում եք։ Այն, ինչ եղավ մարդու ստեղծման պահին, երկար գործընթացի ավարտն էր։ Մի քանի տարի առաջ կարդացի մի ճապոնացի դեղագետի հայտարարությունը։ Նա հավատացյալ չէր, բայց տարված էր այն հարցով, թե ինչ է կյանքը։ Դա պարզելու համար նա վերցնում էր տարբեր կենդանի արարածներ, մողեսներ, օձեր, այլ կաթնասուններ, տարբեր մշակաբույսեր ու ծառեր և այրում էր դրանք։ Նա կարծում էր, որ այդպես դրանք հասցնում է իրենց նվազագույն հիմքին։ Եվ եկավ այն եզրակացության, որ այդ նվազագույնը հանքանյութերն են։ Նրա կարծիքով հենց դրանք էին կյանքի իրական հիմնական նյութը։ Իհարկե նա ամբողջովին նյութից էր խոսում, բայց փաստորեն Դավիթն էլ հենց նույն բանն է ասում. «Այն հանքանյութերը, որոնցից կազմված է իմ մարմինը, Աստված մանրակրկիտ ծրագրել էր և ձևավորել երկրի մեջ շատ ավելի վաղ, քան դրանք դարձան իմ մարմնի մասը»։ Տեսնում եք, դու պատահականություն չես, որը պարզապես մի տեղում պատահաբար հայտնվել է։ Նույնիսկ քո մարմինն Աստծո հրաշալի հեռատեսության և մանրակրկիտ ծրագրավորման արդյունքն է։ Այնուհետև նա ասում է. «Քո աչքերը տեսան իմ կերպարանքը, որ անպատրաստ էր դեռ, և քո գրքում, գիտես, որ Աստված մեզնից յուրաքանչյուրի համար գիրք ունի, գիտեիր դա»։
Քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ դեռ նրանցից ոչ մեկը չկար։ Այսինքն Աստված քո մարմնի յուրաքանչյուր մասի ձևավորման համար օր եւ ժամանակ ուներ։ Քեզ համար ծրագիր էր գրված դեռևս մինչև դրա իրականացումը։ Եթե կարողանայիր իսկապես ըմբռնել սա, կարծում եմ ձեզանից շատերը կփոխեիք ձեր վերաբերմունքը սեփական մարմնի նկատմամբ, կարծում եմ քրիստոնյաների մեծամասնությունը դրա կարիքն ունի։ Ինչու Աստված այսքան մեծ ուշադրություն դարձրեց մարդկային մարմնին։ Ես ուզում եմ փորձել պատասխանել այդ հարցին։ Պատասխանը, եթե նախապես շատ պարզ ձևակերպեմ, սա է, որովհետև Աստված ուզում է բնակվելու տաճար ունենալ, եւ նա մարդու ձեռքով շինված տաճարներում չի բնակվում։ Նա ինքը նախագծել է իր տաճարը, եւ այդ տաճարը մարդկային մարմինն է։ Եկեք արագ նայենք մի քանի աստվածաշնչյան խոսքերի։ Ելից 29:45-ում Աստված Իսրայելի որդիների մասին ասում է. «Եվ պիտի բնակվեմ Իսրայելի որդիների մեջ ու նրանց Աստվածը լինեմ»։ Աստվածաշնչի ամենազարմանալի հայտնություններից մեկն այն է, որ Աստված ցանկանում է բնակվել մարդու հետ։ Հավիտենական ամենակարող Աստված ցանկանում է իր ներկայությունը կիսել մեզ հետ։ Սա ապշեցուցիչ է։ Այնուհետև Ղևտացիների 26:11-12-ում նույն ճշմարտությունն է։ Ղևտացիների 26:11-12 Աստված ասում է. «Ես իմ բնակությունը կհաստատեմ ձեր մեջ, և իմ հոգին չի զզվի ձեզանից։ Ես միշտ ներկա կլինեմ ձեզ համար Աստված կլինեմ, և դուք կլինեք իմ ժողովուրդը»։ Կրկին նույն ցանկությունն է։ Այժմ հասնում ենք Աստվածաշնչի վերջին գրքին Հայտնություն 21-ին, և այնտեղ որոշ իմաստով տեսնում ենք Աստծո նպատակի և ավարտական իրականացումը բնակվել մարդու հետ։ Շատ քրիստոնյաներ կարծում են, թե Աստծո վերջնական նպատակը մեզ երկինք հասցնելն է, դա այդպես չէ, դա պարզապես ընթացքի մի փուլ է։ Աստծո վերջնական նպատակը երկինքը երկիր բերելն է, զարմանալի է, բայց դա այդպես է։ Այսպիսով Հովհաննեսն ասում է Հայտնության 21:2-3-ում. «Տեսա Սուրբ քաղաքը, նոր Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից Աստծո մոտից պատրաստված եւ ինչպես իր ամուսնու համար զարդարված մի հարս, եւ գահից մի ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. ահա Աստծո խորանը, որ նա բնակվելու է մարդկանց հետ։ Նրանք կլինեն նրա ժողովուրդները, իսկ ինքը կլինի նրանց Աստվածը, որ նրանց հետ է»։ Սակայն ինչպես արդեն ասել եմ, Աստված երբեք մշտապես չի բնակվի մարդու ձեռքով շինված որևէ շենքում։ Գործք առաքելոց 7-րդ գլխում Ստեփանոսը, պաշտպանվելով ատյանի առաջ, իր խոսքն ավարտեց այս հայտարարությամբ. Գործք առաքելոց 7:48։ Սակայն Բարձրյալը ձեռակերտ տաճարներում չի բնակվում, ինչպես Մարգարեն է ասում։ Այսպիսով Աստված բնակվելու է մարդկանց հետ, բայց չի բնակվելու մարդու ձեռքով կառուցված շինության մեջ։ Իսկ առաջին Պետրոսի 2-րդ գլխում մեզ ասվում է, թե ինչ բնույթի է այդ շինությունը։ Առաջին Պետրոս 2:4-5։ Խոսելով Հիսուսին հավատացող փրկագնված հավատացյալների մասին ասվում է. «Մոտ է կենդանի վեմին, որը թեև մարդկանցից մերժված է, բայց Աստծո առաջ ընտրյալու պատվական է, իսկ դուք կենդանի քարերի պես կառուցվում եք, որպես հոգևոր տաճար Սուրբ քահանայության համար»։ Այսպիսով մեզանից յուրաքանչյուրն առանձին վերցրած կենդանի քարը եւ բոլորս միասին կառուցվում ենք որպես Աստծո բնակավայր, նրա վերջնական բնակության վայրը։ Տեսնում եք, երբ Սողոմոնը կառուցեց տաճարը, այն երբևէ կառուցված ամենաշքեղ, ամենաթանկարժեք եւ ամենաբարդ շինությունն էր։ Եթե դրա նյութերի արժեքը հաշվենք այսօրվա դրամական չափանիշներով, այն կկազմի միլիարդավոր դոլարներ։ Ես չեմ հավատում, որ այսօր որևէ մեկը կարող է կառուցել Սողոմոնի տաճարը։ Այդպիսի վարպետությունն այլևս գոյություն չունի։ Երբեք ավելի գեղեցիկ, ավելի թանկարժեք եւ ավելի շքեղ շինություն չէր կառուցվել, բայց այն գոյատևեց համեմատաբար կարճ ժամանակ, այնուհետև կործանվեց, որովհետև Իսրայելը մեղանչեց։ Ուստի Աստված այլևս չի պատրաստվում ներդրում անել մեկ այլ շենքի մեջ։ Եթե Սողոմոնի տաճարն անգամ չբավարարեց, ուրիշ ոչ մի շինություն չի բավարարի։ Այժմ Աստված ներդրում է անում մեկ այլ տեսակի շինության մեջ, որն անհամեմատ ավելի թանկարժեք է, քան Սողոմոնի տաճարը։ Որն է աշխարհի ամենաթանկարժեք բանը։
Մարդիկ, ճիշտ է, Հիսուսն ասաց, որ մեկ մարդկային հոգին ավելի արժեքավոր է, քան ամբողջ աշխարհը, ուստի Աստված կառուցում է ամենաթանկարժեք նյութով, որ գոյություն ունի, քեզ եւ ինձ նման մարդկանցով։ Կրկին ուզում եմ հարցնել, արդյոք հասկանում ես քո իսկ արժեքը։ Բարի, առաջին Կորինթացիներում Պողոսը խոսում է Աստծո տաճարի այս թեմայի մասին եւ ներկայացնում այն երկու տարբեր տեսանկյունից։ Շատ կարևոր է տեսնել այդ տարբերությունը։ Նախ խոսում է հավաքական տաճարի մասին, որը բոլոր հավատացյալներն են միասին, իսկ հետո անհատական տաճարի մասին, որը մեզանից յուրաքանչյուրն է առանձին։ Եթե նայեք առաջին Կորինթացիների 3-րդ գլխի 16-ից 17 համարներին, հունարեն բնագիրը հստակ ցույց է տալիս, որ այստեղ գործածված դուքը հոգնակի է։ Ցավոք ժամանակակից անգլերենում այլևս տարբերություն չկա դուի եւ դուքի միջև։ Սա հին Ջեյմս թարգմանության առավելություններից մեկն է, որովհետեւ այնտեղ այդ տարբերությունը պահպանված է։ Ժամանակակից անգլերենում, երբ կարդում ես you, չգիտես խոսքը մեկ անձի, երկուսի թե շատերի մասին է։ Շատ այլ լեզուներում այդ տարբերությունը կա, իսկ անգլերենում ոչ։ Ուրեմն այստեղ Պողոսն ասում է դուք հոգնակի։ Միթե չգիտեք։ Եվ գիտեք, ամեն անգամ, երբ Պողոսն ասում է միթե չգիտեք, ընդհանուր առմամբ թվում է, թե քրիստոնյաների մեծ մասը հենց դա էլ չգիտի։ Դա իսկապես զավեշտալի է։ Չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք, եւ Աստծո հոգին բնակվում է ձեր մեջ։ Այնուհետև նա մի շատ լուրջ բան է ասում. եթե մեկն Աստծո տաճարը քանդի կամ ապականի, Աստված էլ նրան կկործանի, որովհետև սուրբ է Աստծո տաճարը, որ դուք եք։ Շատ տարիներ շարունակ որպես ծառայող ես մի աղոթք եմ ունեցել, որ Աստված ինձ պահի երկու բան վնասելուց՝ եկեղեցին եւ ընտանիքը։ Կարծում եմ նրա շնորհով մինչև հիմա երբեք պատասխանատու չեմ եղել որևէ եկեղեցու կամ ընտանիքի վնասելու համար, որովհետև գիտակցում եմ, թե դրանք որքան թանկ են Աստծո աչքում։ Աստված ասում է, եթե վնասես իմ տաճարը, ես դա քեզանից կպահանջեմ։ Եթե որևէ մեկը ապականի այս հավաքական տաճարը, Աստված կկործանի նրան։ Ես չեմ պատրաստվում մեկնաբանել դա, բայց սա մի բան է, որի շուրջ պետք է խորհենք։ Այնուհետև առաջին Կորինթացիներին 6:19-ից 20-ում Պողոսն անցնում է անհատին։ Նա արդեն խոսել է բոլոր կենդանի քարերից կազմված հավաքական տաճարի մասին, իսկ այժմ խոսում է յուրաքանչյուր կենդանի քարի մասին առանձին։ Աստծո նպատակը միայն հավաքական տաճարում բնակվելը չէ, այլ նաև յուրաքանչյուր կենդանի քարի մեջ բնակվելը։ Նա ասում է առաջին Կորինթացիներին 6:19-ից 20-ում. կամ չգիտեք, ուշադրություն դարձրեք այս խոսքերին, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է։ Այստեղ նա այլևս չի խոսում հավաքական տաճարի մասին, այլ անհատական տաճարի, որը յուրաքանչյուր հավատացյալի մարմինն է։ Ինչու ունես մարմին։ Ինչու ունես մարմին։ Որովհետև Աստված տաճար է ուզում, ճիշտ է։ Եվ նա հենց սկզբից այդ նպատակով է նախագծել քո մարմինը, թեև իր նպատակը միայն աստիճանաբար է բացահայտել։ Ուրեմն ինչու ունենք մարմին։ Որովհետև Աստված տաճար է ուզում։ Ուզում եմ, որ դուք պատասխանեք ինձ, ինչու ունեք մարմին։ Որովհետև Աստված տաճար է ուզում։ Երբ սա հասկանաք, այն հսկայական փոփոխություն կմտցնի շատ հարցերում, այդ թվում ձեր մարմնի հանդեպ վերաբերմունքի մեջ։ Բարի։ Պողոսը շարունակում է. ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, եւ որն Աստծուց ունեք, եւ դուք ձերը չեք։ Դուք ինքներդ ձեզ չեք պատկանում, գիտեիք դա։ Դուք ձեր սեփական Տերը չեք։ Ինչու՞։ Ում եք պատկանում։ Տեր Հիսուսին։ Ինչու՞։ Որովհետև նա գնեց ձեզ։ Իսկ ինչով գնեց։ Իր թանկագին արյամբ։ Տեսնում եք, որևէ բանի արժեքը մարդու աչքում կարելի է որոշել այն գնով, որը նա պատրաստ է վճարել դրա համար։ Կարող եք տուն վաճառել եւ մարդիկ կարող են ասել, թե այն արժե $150,000 կամ որևէ այլ գումար, բայց իրականում եթե ոչ ոք պատրաստ չէ դրա համար $100,000-ից ավել վճարել, ապա դրա իրական արժեքն այդքան է։
Ուրեմն որքան արժես դու, ոչ ոք չի կարող հաշվարկել քո արժեքը, որովհետև Հիսուսի արյունը անսահման արժեք ունի, եւ այդ արժեքը հենց Աստծո կենարար արյունն է։ Ուստի եթե ցանկանում ես իմանալ, թե որքան արժեքավոր ես Աստծո աչքում, խորհիր այն գնի մասին, որը Աստված վճարեց քեզ համար։ Շարունակենք 20-րդ խոսքը։ Քանզի մեծ գնով եք գնվել, այդ գինը մենք արդեն դիտարկեցինք, ուստի փառավորեք Աստծուն ձեր մարմնի մեջ։ Համարի մնացած մասը չենք կարդա։ Փառավորեք Աստծուն ձեր մարմնի մեջ, ինչու, որովհետև այն Աստծո տաճարն է։ Եվ նա դրա համար անգնահատելի գին է վճարել։ Եվ խոսքը միայն քո հոգու եւ շնչի մասին չէ, Աստված փրկագնել է մարդու ամբողջ անձնավորությունը, հոգին, շունչը եւ մարմինը։ Վաղը երեկոյան կբացատրեմ, որ նա չի բավարարվի մինչեւ ամբողջ մարդը չդառնա այնպիսին, ինչպիսին ինքն է ուզում։ Ոչ միայն քո հոգին եւ շունչը, այլ քո հոգին, շունչը եւ մարմինը։ Երկինքը ասնել է այն վերջը չէ, որին ես սպասում եմ, վերջը հարությունն է, որովհետև հենց այդ ժամանակ քո մարմինը կդառնա այնպիսին, ինչպիսին Աստված նախատեսել էր։ Բարի։ Եկեք եւս մեկ քայլ առաջ գնանք եւ պարզենք, թե քո մարմնի որ հատվածում է բնակվում Սուրբ Հոգին։ Այժմ թեման այնքան գործնական է դառնում, որ այլևս հոգևոր չի թվում։ Ուզում եմ կարդալ Հովհաննեսի ավետարանի 7:37-39 խոսքերը։ Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր եւ աղաղակում էր ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի, ինչպես գիրքն է ասում, ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»։ Ձեզանից քանիսն են ծանոթ Ջեյմս թագավորի հին թարգմանությանը։ Այնտեղ սիրտ չէր ասվում, այնպես չէ։ Ինչ էր ասվում։ Որովայն, ճիշտ է։ Հիշում եմ, փոքր տղա էի եւ նստած էի անգլիկան եկեղեցում, երբ կարդում էին այս հատվածը, մտածում էի այդքան սրբազան վայրում ինչպիսին եկեղեցին է, այնքան էլ պատշաճ չէ որովայնի մասին խոսելը։ Տեսնում եք, բայց իրականում հենց որովայն է, նրա որովայնից, մի փոքր հետո կասեմ հունարեն բառը։ Այնուհետև շարունակում է, նա այս ասած նկատի ունենալով հոգուն, որն ընդունելու էին նրան հավատացողները, որովհետև Սուրբ Հոգին դեռևս չունեին, քանի որ Հիսուսը դեռ փառավորված չէր։ Սուրբ Հոգին չէր կարող իր լիությամբ տրվել, մինչև Հիսուսը չվերադառնար երկինք եւ չվերականգնվեր իր փառքի մեջ։ Այնուհետև Գործքի 2-րդ գլխի 33-րդ խոսքում ասվում է. «Արդ Աստծո զորությամբ բարձրանալով հորից ստացավ խոստացված Սուրբ Հոգին, որը հեղեց մեզ վրա, եւ դուք հիմա այն տեսնում ու լսում եք»։ Սա Հովհաննես 7:39-ի իրականացումն է։ Փառավորված Հիսուսն ընդունեց Սուրբ Հոգին եւ հեղեց նրան հավատացյալների վրա։ Թույլ տվեք մի բան նշել, որովհետև ձեզանից ոմանք կհիշեն, որ մենք խոսեցինք վերստեղծման մասին, երբ Հիսուսը Սուրբ Հոգին փչեց իր աշակերտների մեջ։ Այստեղ երկու փուլ ունենք։ Նախ հարություն առած Քրիստոսը եւ ներշնչված Հոգին, ապա համբարձված Քրիստոսը եւ հեղված Հոգին։ Եկեք արագ գրենք. հարություն առած, ներշնչված։ Դա հարության կիրակի օրն էր։ 7 շաբաթ անց ունենք համբարձված Քրիստոսը եւ հեղված Հոգին։ Ճիշտ է։ Այստեղ հակասություն չկա։ Դրանք պետք է հենց այդ հերթականությամբ տեղի ունենային։ Շատ մարդիկ շփոթում են այս երկուսը եւ երբ նրանց հարցնում ես հավատալուց հետո ընդունել եք Սուրբ Հոգին, ասում են այո, ես նրան ընդունեցի, երբ վերստին ծնվեցի։ Դա ճիշտ է, դու ընդունեցիր ներշնչված Հոգին, բայց ոչ հեղված Հոգին։ Այժմ մի քանի րոպե խոսենք որովայն կամ փոր բառի մասին։ Գիտեմ, որ այստեղ առնվազն մեկ հունարենագետ ունենք։ Հունարեն բառը կոյլյան է։ Թույլ տվեք ցույց տալ երկու այլ հատված, որտեղ նույն բառն է գործածվում։ Մատթեոսի 12-րդ գլուխ 40-րդ խոսք։ Որովհետև ինչպես Հովնանը 3 օր ու 3 գիշեր մնաց գետի փորում, բարի, դա որևէ հոգևոր վայր չէ, այլ ձկան ներսը։
Մյուս հատվածը Փիլիպեցիների 3-րդ գլխի 19-րդ խոսքն է։ Philippians 3:19. Որտեղ խոսվում է մարմնավոր քրիստոնյաների մասին, նրանց վախճանը կորուստ է, նրանց Աստվածն իրենց որովայնն է, ճիշտ է, այստեղ նույն բառն է։ Ուրեմն շատ հստակ է, թե մարդկային մարմնի որ հատվածի մասին է խոսքը։ Հունարենում կա նաև մեկ այլ բառ, որն այսօր շատ է գործածվում՝ կարդիա, որը սովորաբար թարգմանվում է սիրտ։ Դրանից ունենք կարդիոգրաֆիա եւ այլ նման բառեր ու արտահայտություններ։ Հունական բժշկական եզրաբանության մեջ, թեև ես բժշկության ոլորտում այնքան գիտակ չեմ, որ լիովին ճշգրիտ ձևակերպեմ, բայց կարդիան վերին հատվածն էր, իսկ կոիլյան ստորին հատվածը։ Դրանք միմյանց հետ կապված էին, տեսնում եք։ Երբ դասական գրականությունից, հունարենից, լատիներենից կամ եբրայերենից որևէ բան թարգմանելիս կամ մեջբերելիս գործածում ենք սիրտ բառը, սխալմամբ մտածում ենք հենց այս օրգանի մասին։ Բայց խոսքը դրա մասին չէր, մարդու բոլոր իսկապես խոր եւ նշանակալից փորձառությունները սկսվում են այստեղից, ճիշտ է։ Մենք ունենք շատ արտահայտիչ մի բառ, որը հիմա կգրեմ, եւ դա ճիշտ բառն է՝ ներս։ Գիտեք, երբ ասում ենք իմ ներսի արձագանքը, սա է, նկատի ունենք առաջին անմիջական արձագանքը։ Եթե վերլուծեք ձեր սեփական փորձառությունը, կտեսնեք, որ այն չի սկսվում այստեղից, գլխից, այլ այստեղից, ներսից, որովհետև սա այնտեղն է, որն Աստված որոշել է զբաղեցնել քո մեջ։ Սա ինձ համար շատ վառ դարձավ, որովհետև որոշ իմաստով ես առավելություն ունեի, փրկվեցի առանց որևէ կրոնական գիտելիքի։ Ուստի որևէ նախնական պատկերացում չունեի։ Մի գիշեր կեսգիշերին մոտ փրկվեցի բանակային զորանոցում, մոտ 10 գիշեր անց պառկած էի այն բանի վրա, որ բանակում ներքնակ են անվանում։ Նույն սենյակում մոտավորապես ժամը 9:15-ին պատրաստվում էի քնել, պարզապես խորհում էի այն բոլոր արտասովոր բաների մասին, որոնք տեղի էին ունեցել վերջին 10 օրերի ընթացքում։ Հանկարծ հենց այստեղ, որովայնիս մեջ կրակ զգացի։ Միևնույն ժամանակ առանց իմ նախաձեռնության մտքիս եկան լեզուներով խոսել արտահայտությունը։ Նոր կտակարանն այնքան էի լսել, որ ընդհանուր առմամբ գիտեի, թե որտեղից էին այդ խոսքերը գալիս։ Ուստի ինքս ինձ հարցրի, սա ինչ կապ ունի լեզուներով խոսելու հետ։ Ավելին մտածեցի, իրականում դեռ չեմ կարողացել ըմբռնել այն ամենը, ինչ արդեն տեղի է ունեցել ինձ հետ։ Չեմ կարծում, թե կարող եմ ավելին ընդունել, բայց կրակը ներսումս էր, իսկ խոսքերը մտքումս։ Մոտ 5 րոպե անց բարեբախտաբար սենյակը դատարկ էր, իսկ մյուս զինվորը գնացել էր պարելու։ Ես բարձրաձայն ասացի Աստծուն. Աստված, եթե ուզում ես, որ լեզուներով խոսեմ, պատրաստ եմ։ Հենց այդ խոսքերն ասացի, զգացի, թե ինչպես է կրակը ներսումս աստիճանաբար բարձրանում նախ կրծքավանդակիս, ապա կոկորդիս մեջ։ Հաջորդ բանը, որ գիտակցեցի, այն էր, որ բերանիս խորքում ինչ-որ բան շարժվում ու ցատկոտում էր, բայց ես չէի շարժում այն։ Ինքս ինձ հարցրի, սա ինչ կարող է լինել, հետո մտածեցի, հավանաբար լեզուս է։ Վախով բացեցի բերանս և ինչ-որ տարօրինակ հնչյուն սկսեց դուրս գալ։ Այնուհետև հասկացա, որ սա պետք է լեզուներով խոսելը լինի։ Սկսեցի թուլանալ և դա դարձավ հստակ արտահայտվող լեզու։ Այդ պահին ինձ թվաց, թե գուցե չինարեն կամ ճապոներեն է կամ նման մի բան, թեև իրականում այդպես մտածելու որևէ հիմք չունեի։ Լեզուներով խոսելու մեջ մեծ թեթևություն գտա։ Պառկած էի այնտեղ, խոսում էի և իսկապես վայելում դա, երբ միջանցքից քայլերի ձայն լսեցի ու հասկացա, որ մյուս զինվորը վերադառնում է պարահրապարակից։ Բարեբախտաբար նա իմ ընկերն էր և ևս մեկ բարեբախտություն կրոնական մարդ չէր։ Մտածեցի, նա առանց այդ էր ինձ տարօրինակ է համարում այն պատճառներով, որոնց մասին հիմա չեմ խոսի, բայց որոնք կապված էին իմ կրոնական փորձառության հետ։ Ավելի լավ է հնարավորության սահմաններում բացատրեմ, թե ինչ է տեղի ունենում, որպեսզի ինձ տարօրինակ չհամարի։ Երբ նա մտավ սենյակ, սկսեցի բացատրել, թե ինչ էր պատահել, բայց չէի կարողանում անգլերեն խոսել, այսպիսով ինչպես և սպասելի էր, նա ինձ էլ ավելի տարօրինակ համարեց։ Փառք Աստծուն, նա իսկապես ընկեր էր և չնայած այդ ամենին
իմ կողքին մնաց, ահա թե որտեղ է դա տեղի ունենում, հասկանում եք։ Եթե սա գիտակցեք, կարծում եմ ապագայում բազմաթիվ փորձառություններ ձեզ համար ավելի իմաստալից կդառնան։ like Jeremiah. Երբ կարդաք մարգարեներին, օրինակ Երեմիային, կտեսնեք, որ նրանք խոսում են իրենց ստամոքսի կամ որովայնի ներսում տեղի ունեցող ուժեղ շարժումների մասին։ I would say I was going to say Ահա թե որտեղ է դա տեղի ունենում, պետք է ասեմ, սա անհավանական է, ապշեցուցիչ է, որ ամենակարող Աստված ընտրել է բնակվել մարդկային մարմինների մեջ եւ նույնիսկ որոշակի հատվածում։ specific area. Now, let's go on. Թույլ տվեք մի բան նշել ձեր մարմնի այդ հատվածի մասին։ Part of you. Ջեյմս Թագավորի թարգմանության մեջ կարեկցանքից շարժվել թարգմանված հունարեն արտահայտությունն անմիջականորեն կապված է մարդու ընդերքը նշանակող բառի հետ։ For your bowels. Հին թարգմանությունն ասում էր. նրա ընդերքը շարժվեց կարեկցանքից։ Այսօր այդպես ասելիս պետք է զգույշ լինել, որովհետև մարդիկ կարող են սխալ պատկերացում կազմել, բայց իմաստով դա ճիշտ է։ Ավետարաններում այդ բառը 12 անգամ գործածվում է Հիսուսի մասին։ Նրա ընդերքը շարժվում էր կարեկցանքից։ Այսպիսով նույնիսկ Հիսուսի մեջ իսկապես խորը փորձառությունները սկսվում էին հենց այդ ոլորտում։ Now, I want to go on. Հիմա ուզում եմ շարունակել գործնական ուղղությամբ եւ խոսել Աստծո ապահովման մասին քո մարմնի համար։ Եթե ցանկանում եք հետևել, բացեք Հռոմեացիների 8:11-ը։ Verse 11. But if the spirit of him who Եվ raised եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի իր հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ։ what was it that raised Ինչը Հիսուսին հարություն տվեց գերեզմանից։ the Holy Spirit? That's right. Սուրբ Հոգին ճիշտ է։ By the glory Նա մեռելներից հարություն առավ հոր փառքով, Աստծո փառքով, Աստծո հոգով։ was it that raised Jesus from Ինչը Հիսուսին գերեզմանից բարձրացրեց դեպի Աստծո փառքը, Սուրբ Հոգին։ and Paul says the same Եվ Պողոսն ասում է, որ այն նույն հոգին, որն այդ արեց Հիսուսի մահացած մարմնի համար, բնակվում է նաև քո մարմնի մեջ։ and he's living there. Նա այնտեղ է, որպեսզի կյանք տա քո մարմնին, ահա թե ինչու է նա այնտեղ, տեսնում ես։ Եթե կարողանայինք սա ըմբռնել եւ հավատալ, հնարավորությունները գրեթե անսահման կլինեին։ So Աստված Սուրբ Հոգին մեզ տվել է ոչ միայն որպես իր ներկայացուցիչ, his agent to այլև որպես իր գործակալ, որպեսզի նա կյանք տա մեր մահկանացու մարմիններին։ Ուշադրություն դարձրեք, խոսքը մեր մահկանացու մարմինների մասին է։ Պողոսը չի խոսում հարության մարմինների մասին, այլ այս ներկա դարում ունեցած մեր մահկանացու մարմինների։ Մեր մարմինների համար Աստծո մյուս մեծ ապահովումը ներկայացված է Սաղմոս 107:17-ում։ verses. Well, let's Դե read եկեք about կարդանք այն մյուս եկեղեցու մարդկանց մասին։ we know it must Գիտենք, որ նրանք մյուս եկեղեցուց են, որովհետև նրանց հիմարներ է կոչում։ as fools because Այնտեղ ասվում է հիմարներն իրենց անօրենության ճանապարհի համար եւ իրենց անիրավությունների համար նեղություններ քաշեցին։ Երբևէ պատահում է, որ մենք հիվանդանում ենք մեր հիմարության պատճառով։ Ես չեմ ասում, թե դա հիվանդության միակ պատճառն է, բայց անշուշտ պատճառներից մեկն է։ Նրանց անձերը զզվեցին ամեն կերակուրից եւ մոտեցան մահվան դռներին։ Նրանք մահվան եզրին էին եւ իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին։ Ես կասեի, որոշ մարդիկ աղոթելը շատ ուշ են սկսում։ Եվ նա փրկեց նրանց իրենց վշտերից, ուղարկեց իր խոսքը եւ բժշկեց նրանց եւ նրանց ազատեց իրենց կորստից։ Ինչ ուղարկեց Աստված նրանց աղոթքի պատասխանին։ Իր խոսքը։ Իսկ ինչ արեց այդ խոսքը։ Բժշկեց նրանց։ Եթե կարդաք այս համարները կտեսնեք, որ այնտեղ ներկայացված են Աստծո 3 մեծ ողորմությունները։ Նա փրկեց, բժշկեց եւ ազատեց։ Նա փրկեց մեղքից, բժշկեց հիվանդությունից he delivered եւ ազատեց սատանայի իշխանությունից։ Ինչպես, ինչով, իր խոսքով։ with his Տեսնում եք, ձեզանից շատերը գուցե աղաղակել են Աստծուն. Աստված օգնիր ինձ, Աստված բժշկիր ինձ, Աստված ես օգնության կարիք ունեմ, բայց հաճախ չեք գիտակցում, որ Աստված արդեն ուղարկել է օգնությունը։ Այն իր խոսքի մեջ է։ Նրա խոսքը ձեր ֆիզիկական մարմնի բարօրության համար for the well-being. իր ապահովման մի մասն է։ Turn to one other passage. Բացենք եւս մեկ աստվածաշնչյան հատված, որը եթե կարելի է այդպես ասել, իմ սիրելին է։ Proverbs Առակաց 4 գլխի 20 through 20-ից 22 խոսքերը։
in hospitals. Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Եգիպտոսի ռազմական հիվանդանոցներում մեկ ամբողջ տարի պառկած մնացի մաշկային հիվանդությամբ, որը բժիշկները չէին կարող բուժել։ Հիվանդանոցից դուրս չեկա, մինչև չհասկացա, որ Հիսուսը վերցրել է իմ տկարությունները, կրել է իմ հիվանդությունները եւ նրա վերքերով ես բժշկվել եմ։ Բայց այդ բժշկությունը կիրառելու համար Աստված ինձ ճանապարհ ցույց տվեց եւ դա Առակաց 4 գլխի 20-ից 22 համարներն էին։ Ես կարդում եմ Ջեյմս Թագավորի թարգմանությունը. «Որդյակ իմ, ուշադիր եղիր իմ խոսքերին եւ ականջ դիր իմ ասածներին, թող նրանք չհեռանան քո աչքերի առջևից, դրանք քո սրտի մեջ պահիր, որովհետեւ նրանք կյանք են դրանք գտնողների համար եւ բժշկություն նրանց ամբողջ մարմնին»։ Տեսնում եք, որպես փիլիսոփա, իմ խնդիրն այն էր, որ ամեն անգամ, երբ բժշկության մասին էի լսում, անմիջապես մտածում էի, սա հոգևոր բժշկություն է նշանակում, Աստված իմ մարմնով չի հետաքրքրված, նա միայն իմ շնչով է հետաքրքրված։ Այդ ժամանակ նոր հավատացյալ էի, բայց երբ հասա բժշկություն, նրանց ամբողջ մարմնի համար խոսքերին ասացի, նույնիսկ փիլիսոփան չի կարող մարմին բառին մարմնից բացի այլ իմաստ տալ։ Ասացի իմ ամբողջ մարմինը նշանակում է իմ ամբողջ ֆիզիկական մարմինը, համաձայն եք։ Սա օրինավոր մեկնաբանություն է։ Այդ ժամանակ հասկացա, որ իր խոսքի միջոցով Աստված ապահովել է բժշկություն իմ ամբողջ ֆիզիկական մարմնի համար։ Երբ նայեցի այդ թարգմանության լուսանցքին, տեսա, որ բժշկություն բառի այլընտրանքային տարբերակը դեղն էր։ Պատահաբար ես այն է, ինչ բրիտանացիները կոչում էին բուժ սպասարկող, իսկ ամերիկացիները հիվանդանոցի սպասավոր, ուստի լավ գիտեի, թե մարդիկ ինչպես են դեղ ընդունում։ Ասացի, ահա պատասխանը, Աստծո խոսքը կընդունեմ որպես իմ դեղը։ Հետո հարցրի, մարդիկ ինչպես են ընդունում իրենց դեղը, սովորաբար պատասխանը սա է, օրը 3 անգամ ուտելուց հետո։ Ուստի ասացի, ահա թե ինչպես եմ ընդունելու Աստծո խոսքը, բայց հենց այդ պահին Աստված խոսեց ինձ ոչ լսելի, սակայն շատ հստակ կերպով եւ ասաց՝ մի պահ սպասիր, երբ բժիշկը մարդուն դեղ է տալիս, ընդունման հրահանգները գրված են սրվակի վրա, սա իմ դեղի սրվակն է եւ հրահանգները դրա վրա են, ավելի լավ է կարդաս դրանք։ Ուստի կրկին վերադարձա այդ հատվածին եւ տեսա, որ այնտեղ 4 պահ հրահանգ կար՝ ուշադիր եղիր իմ խոսքերին, ականջ դիր իմ ասածներին, թող դրանք չհեռանան քո աչքերի առջևից, պահիր դրանք քո սրտի մեջ։ Այդ պայմանների հիման վրա դրանք կյանք եւ բժշկություն են մեր ամբողջ մարմնի համար։ Առակացի հենց հաջորդ համարը 23-րդը ասում է ամենից ավելի քո սիրտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը։ Քո կյանքում բժշկող ամեն ինչ գալիս է քո սրտից, ոչ թե այստեղից գլխից, այլ այստեղից ներսից։ Ամեն ինչ սկսվում է այստեղ։ Ուրեմն հասկացա, որ հրահանգները 4-ն էին։ Առաջինը ուշադիր եղիր։ Կարդա, խոսքը իրական ուշադրությամբ։ Աստվածաշունչ կարդալիս մի մտածիր ուրիշ բանի մասին, մի մտածիր, թե ինչ կա նորություններում, մի խորհիր այն մասին, թե 3 հարևանդ քեզ ինչ ասաց։ Երկրորդը ականջդ խոնարեցրու, չես կարող ականջդ խոնարեցնել առանց գլուխդ խոնարելու։ Գիտեիք դա։ Իսկ ինչ է նշանակում գլուխը խոնարելը։ Հարգանք, ճիշտ է։ Աֆրիկայում, որտեղ ես ուսուցիչներ էի պատրաստում, երբ աշակերտը իր վարժությունների տետրով մոտենում էր ուսուցչին, այսպես էր մոտենում, գլուխը խոնարած։ Դա նշանակում էր դու ուսուցիչ ես, ես աշակերտ։ Բայց ես դեռ շարունակում էի վիճել Աստծո հետ, ասացի Աստված, սա չափազանց լավ է ճշմարիտ լինելու համար։ Ես իրականում չեմ կարող հավատալ, որ դու ուզում ես, որ ես միշտ առողջ լինեմ, իսկ Աստված հանգիստ ասաց ինձ. կասես այստեղ ով է ուսուցիչը եւ ով աշակերտը։ Ես ասացի, Տեր, դու ուսուցիչն ես, իսկ ես աշակերտը։ Նա ասաց, այդ դեպքում թույլ կտաս, որ քեզ սովորեցնեմ։ Ուրեմն ականջը խոնարեցնել նշանակում է մի կողմ դնել առարկություններդ ու դատողություններդ եւ թույլ տալ, որ Աստված սովորեցնի քեզ։ Այնուհետև ասվում է, թող դրանք չհեռանան քո աչքերից։ Տեսնում եք, կրթական հոգեբանության մեջ, որով զբաղվել եմ ուսուցիչներ պատրաստելիս, սովորեցնում էինք, որ երեխայի անձնավորության 2 հիմնական դարպաս կա՝ ականջի դարպասը եւ աչքի դարպասը։ Աստված իր խոսքի համար օգտագործում է երկուսն էլ։ Երբ այն մտնում է ականջի եւ աչքի դարպասներով, հասնում է սրտին։ Իսկ երբ հասնում է սրտին, կատարում է այն, ինչ Աստված ասել է, որ պիտի կատարի։ Մանրամասների մեջ չեմ մտնի, բայց Աստծո դեղը ես ընդունում էի աշխարհի ամենաանառողջ կլիմաներից մեկում՝ Սուդանում, Խարտումում, որտեղ ջերմաստիճանը կանոնավոր կերպով հասնում էր մոտ 54 աստիճան ըստ Ցելսիուսի։ Այդ կլիմայում եւ այդ պայմաններում մոտ 3-4 ամիս այդ դեղը ընդունելուց հետո լիովին բժշկվեցի։
Կարծում եմ այդ ժամանակից մի փոքր ավելին էլ եմ ստացել։ that came at that time. Ինձ այնքան լավ եմ զգում, փառքը միայն Աստծունն է, ինձ ոչինչ չեմ վերագրում, պարզապես ուզում եմ ասել, սա գործում է։ And I don't think I've ever felt healthier. Թույլ տվեք եւս մեկ հատված ներկայացնել։ So all the glory be to God. I take nothing for myself. But I just Իրոք, want to say it worked, պետք է right? It worked. թույլ տվեք եւս մեկ հատված ներկայացնել։ Okay, let me give you one other scripture. We're really going Իրոք պետք է շտապենք։ Երկրորդ Կորինթացիների 4-րդ գլուխ 10-ից 12 խոսքեր։ Corinthians chapter 4 verses 10. Երկրորդ Կորինթացիների 4-րդ գլուխ 10-ից 12 խոսքեր։ Հիսուսի մահը ամեն ժամ մեր մարմնի մեջ կրում ենք, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մարմնի մեջ հայտնվի։ Also maybe Այնուհետև 11-րդ համարում ասում է, որովհետև մենք ողջերս Հիսուսի համար միշտ մահվան ենք մատնվում, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մահկանացու մարմնի մեջ հայտնվի։ Այստեղ խոսքը հարության մարմնի մասին չէ, ասվում է, որ Հիսուսի կյանքը ոչ միայն պետք է ներկա լինի, այլ պետք է դրսևորվի։ Նրա ներկայությունը պետք է տեսանելի դառնա այն արդյունքներով, որ արտադրում է։ it produces. Is that right? Չէ՞ որ այդպես է։ Don't see any other. Ես այլ կերպ չեմ կարող հասկանալ այս խոսքերը, բայց դրա համար պետք է կրել Տեր Հիսուսի մեռնելը, եթե կարելի է այդպես ասել, պետք է ապրել խաչի ստվերի ներքո, հասկանալով, որ Հիսուսը վերցրեց քո մեղքերը, քո հիվանդությունները, քո տկարությունները, քո մեղավորության զգացումը եւ ապրել այդ ճշմարտության հիման վրա։ Then it says, Այնուհետև ասում է այնպես, որ մահը մեր մեջ է զորանում, իսկ կյանքը ձեր մեջ։ Ուզում եմ ասել, եթե ցանկանում ես ուրիշներին կյանքով ծառայել, նախ պետք է քո մեջ ընդունես մահը։ Այդ մահն է ճանապարհ բացում, որպեսզի Հիսուսի կյանքը դրսևորվի մեր մահկանացու մարմնի մեջ։ I don't know whether you've discovered Չգիտեմ դուք նկատել եք, բայց ես ծառայության ընթացքում նկատել եմ, որ որքան անհարմար են պայմանները, այնքան ավելի է Աստված օրհնում։ I think the worst Կարծում եմ ամենադժվար վայրը, որտեղ երբևէ ծառայել եմ, Պակիստանն էր։ was Pakistan. Ոչ թե մարդկանց պատճառով, 9 days in այլ ընդհանուր պայմանների։ loose in a Muslim 9 օր անցկացրինք Պակիստանում, Աստված մեզ ծառայության ուղարկեց մահմեդական երկրում եւ նույնիսկ ազգային հեռուստատեսությունը լուսաբանում էր մեր հանդիպումները։ Մոտ 16,000 մարդ էր հավաքվում, աշխարհի ոչ մի վայրում այդ 9 օրերի ընթացքում այնքան հրաշքներ չէի տեսել, որքան այնտեղ։ Ինչու՞։ Որովհետև դրանց կարիքն ունեինք։ Լավագույն տեղը հրաշքի համար ամենադժվար տեղն է։ Երբ ուրիշ ոչինչ չի օգնում, ստիպված ես հրաշք ունենալ։ Մեզանից շատերը պատրաստ չեն իրենց այդպիսի իրավիճակում դնելու։ Ճիշտն ասած 10 անգամ կմտածեմ նորից Պակիստան գնալուց առաջ, բայց դա արդեն այլ թեմա է։ Ես սիրում եմ Պակիստանի ժողովրդին, խնդիրը նրանք չեն։ Այժմ գալիս ենք շատ գործնական հարցի, ո՞րն է քո պատասխանատվությունը քո մարմնի նկատմամբ։ Առաջինը Հռոմեացիների 12-րդ գլխի 1-2 խոսքերը։ Արդաստո ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրներ, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ, սուրբ եւ աստվածահաճո։ reasonable or spiritual Դա է ձեր հոգեվոր պաշտամունքը։ service. And that's a Սա քահանայական ծառայություն է։ Ուրեմն ո՞րն է առաջին արձագանքը։ Մեր մարմինները զոհի պես մատուցել Աստծուն, place them on the altar. դնել նրա ծառայության զոհասեղանի վրա։ Living sacrifice. Ինչու է ասում կենդանի զոհ։ The sacrifice Որովհետև հին կտակարանում զոհաբերվող կենդանիներին նախ սպանում էին, հետո դնում զոհասեղանի վրա, իսկ նոր կտակարանում մեր մարմինները կենդանի են դրվում զոհասեղանի վրա։ But your body no Տեսնում եք։ longer belongs to you when you put it on the altar. Once a man put a Երբ քո մարմինը դնում ես զոհասեղանի վրա, այն այլևս քեզ չի պատկանում։ Երբ մարդը ոչխար կամ այծ էր դնում զոհասեղանին, այն այլևս իրենը չէր, այն Աստծունն էր։ Նույն կերպ, երբ քո մարմինը դնում ես զոհասեղանի վրա, այն այլևս քոնը չէ, այն Աստծունն է։ Աստված դառնում է դրա Տերը։ Փառք Աստծուն, որ նա նաև պատասխանատվություն է ստանձնում դրա համար։ Սա առաջին արձագանքն է։ I don't think we have Երկրորդ արձագանքն այն է, որ անհատապես լցվես Սուրբ Հոգով։ Lord and Չեմ կարծում, թե ժամանակ ունենք այդ հատվածը կարդալու, բայց երբ Սամարիայի ժողովուրդը Փիլիպոսի ծառայության միջոցով դարձավ Տիրոջը, հավատաց ավետարանին եւ մկրտվեց, առաքյալները Պետրոսին եւ Հովանեսին ուղարկեցին նրանց մոտ, որպեսզի աղոթեն նրանց համար եւ նրանք ընդունեն Սուրբ Հոգին։ Վաղ եկեղեցին երբեք չէր բավարարվում միայն նրանով, որ մարդիկ փրկվում էին, բժշկվում էին եւ ջրով մկրտվում էին։ Նրանք պնդում էին, որ մարդիկ նաեւ Սուրբ Հոգին ընդունեն։
Սուրբ Հոգին բնակվում է եկեղեցու մեջ որպես հավաքական տաճար, բայց քո պատասխանատվությունն է նրան քո մարմինը ներկայացնել որպես անհատական տաճար։ Երբ նա մտնի այստեղ, դուրս կգա այստեղից։ Սրտի առատությունից բերանն է խոսում։ Երբ սիրտը լցվում է, այն բերանի միջոցով հորդում է խոսքի մեջ։ Եվ քանի որ սա գերբնական լեցունություն է, բնականաբար կունենա նաև գերբնական արտահոսք։ Սա ամենատրամաբանական բանն է։ Սուրբ Հոգով մկրտության մեջ ոչ մի տարօրինակ կամ անտրամաբանական բան չկա։ Երրորդ բանը, որ պետք է անես, քո անդամները ներկայացնելն է Աստծուն։ Եկեք արագ կարդանք Հռոմեացիների 6-րդ գլխի 12-ից 13 համարները։ Արթող մեղքը ձեր մահկանացու մարմնի մեջ չթագավորի, որ նրա ցանկություններին չհնազանդվեք, եւ ձեր անդամները որպես անիրավության զենք մի հանձնեք մեղքին, այլ ինքներդ ձեզ ներկայացրեք Աստծուն որպես մեռելներից կենդանացածներ եւ ձեր անդամները արդարության զենք Աստծուն։ Այսպիսով քո մարմնի անդամները տալիս ես Աստծուն եւ ասում Աստված դու օգտագործիր դրանք։ Իսկ Սուրբ Հոգով մկրտությունը նշանակում է, որ Աստծուն հանձնել ես նաև ամենադժվար վերահսկվող անդամը՝ լեզուն, ճիշտ է։ Այնուհետև պետք է տաճարը սուրբ պահենք։ Կարդանք առաջին Կորինթացիներին 6-րդ գլխի 13 եւ 18 համարները։ Պետք է նաև կարդայինք առաջին Թեսաղոնիկեցիներին 4-րդ գլուխը, բայց ժամանակը չի բավարարում։ Եթե հետաքրքրված եք, կարդացեք նաև այն։ Առաջին Կորինթացիներին 6:13 Ուտելիքները որովայնի համար են եւ որովայնը ուտելիքների, բայց Աստված այդ էլ դրանք էլ կխափանի, սակայն մարմինը պոռնկության համար չէ, այլ Տիրոջ, Տերն էլ մարմնի համար։ Գիտեմ, որ այսօր սա անվանում են նախաամուսնական սեռական կապ, բայց Աստված իր գնահատականը չի փոխել։ Մարմինը նախատեսված չէ ամուսնությունից առաջ սեռական հարաբերության համար, մարմինը Տիրոջ համար է, իսկ Տերը մարմնի համար։ Ինչ հրաշալի ճշմարտություն։ Եթե քո մարմինը տալիս ես Տիրոջը, ապա Տերն էլ դառնում է քո մարմնի Տերը։ 18-րդ համարում ասվում է պոռնկությունից փախեք, Պողոսը շատ գործնական մարդ էր, այնպես չէ։ Նա մարդկանց հետ խոսում էր իրական կյանքում պատահող բաների մասին։ Պոռնկությունից փախեք, ամեն մեղք, որ մարդ գործում է իր մարմնից դուրս է, սակայն պոռնկություն անողն իր մարմնի դեմ է մեղանչում։ Շատերը կարծում են, թե սա պարզապես նշանակում է, որ կարող ես ձիահով, գոնորեայով կամ սիֆիլիսով վարակվել, դա հնարավոր է, բայց խոսքը շատ ավելին է նշանակում։ Դա նշանակում է, որ անբարոյականությամբ վտանգի ես ենթարկում քո մարմնի առողջությունը։ Ես կարծում եմ, որ բազմաթիվ քրիստոնյաների հիվանդությունների արմատական պատճառը հենց անբարոյականությունն է։ Շատ դեպքերում Աստված պահանջում է, որ նախ հասնես արմատին, ապաշխարես, ուղղես այն եւ միայն հետո ընդունես բժշկությունը։ Եվ վերջապես մի վերջին միտք, որի համար ընդամենը 1 րոպե ունենք, թեև իրականում դրա համար առնվազն կես ժամ է պետք։ Դա պահպանելն է տաճարը լավ վիճակում։ Դրա պատասխանատուն դու ես։ Թույլ տվեք հարցնել, որին եք ավելի շատ ուշադրություն դարձնում։ Ձեր մարմնին, ձեր մեքենային, ձեր տանը, ձեր այգուն, թե ձեր հագուստին։ Ես հանդիպել եմ բազմաթիվ քրիստոնյաների, որոնք իրենց մեքենային շատ ավելի մեծ ուշադրություն են դարձնում, քան սեփական մարմնին, դա անմտություն է։ Եթե մեքենան ամբողջովին շարքից դուրս գա, կարող ես ուրիշը գնել, բայց եթե սա ամբողջովին շարքից դուրս գա, այլևս հետդարձի ճանապարհ չկա։ Կարծում եմ հաջորդ հանդիպումը պետք է սկսեմ մարմնի խնամքի մասին մի փոքր ավելի մանրամասն խոսելով։ Երկար տարիներ կրթություն եմ ստացել, բայց ոչ մի անգամ ոչ ոք ինձ նույնիսկ մեկ դաս չի տվել, թե ինչպես պետք է հոգ տանել սեփական մարմնի մասին։ Պարզապես ենթադրվում էր, որ մարմինը կա եւ ինքն իրեն կգործի։ Եթե նույն կերպ վերաբերվես քո մեքենային, մի օր ինչ կլինի, այն այլևս չի աշխատի, ճիշտ է։ Վաղը, եթե Աստված օգնի, կանրադառնանք կյանքի նպատակի գագաթնակետին։